Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, տաղավարում աշխատում են Արա Աբրահամյանը և Լուսինե Զարայելյանը, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարում։ Բաքուն շարունակում է ապատեղեկություններ տարածել։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը հերքել է Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները և վերահաստատել հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը։ Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի առաջնագծում կրակոցների մասին հաղորդագրությունների վերաբերյալ համատեղ հետաքննություն անցկացնելու կոչին և այն անվանել իրականության խեղաթյուրում, կրկին անդրադառնալով Հայաստանի լայնածավալ ռազմականացմանը։ Ավագանին 51 կողմ ձայնով ընդունել է տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու վերաբերյալ նախագիծը, որով հանրային տրանսպորտն անվճար է դառնում նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող բոլոր քաղաքացիների համար, կայացել է Երևանի ավագանու հերթական նիստը։ Հայաստանում արդարադատության ոլորտում վերջին փոփոխություններն ուղղված են իրավական գործընթացներն առավել հասանելի և կանխատեսելի դարձնելուն։ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացվել են 2024 թվականին իրականացված բարեփոխումները։ Կենտրոնական բանկի նախագահը հայտնել է, որ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12 ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին, փետրվարին կազմելով 2.5%։ Նա նաև ներկայացրել է վերջին մի քանի տարում վարկերի տոկոսադրույքների բարձրացման պատճառները։ Աշխատանքային օրենսդրության մշտական կատարելագործումը կարևոր է թե աշխատողների, թե գործատուների իրավունքների պաշտպանության համար։ Քննարկվում է նոր օրենսդրական նախաձեռնություն, որը կոչված է լրացնելու առկա բացերը։ Երևանում է Չեխիայի խորհրդանի պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Բենեշիկի գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վերջինս ընդգծել է Հայաստանի ու Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսությունը զարգացնելու անհրաժեշտությունը։ Զրուցակիցները քննարկել են արտատարածաշրջանային անվտանգության առնչվող հարցեր և դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանային անվտանգության իրավիճակի վրա։ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները։ Բաքուն այսօր ևս շարունակել է ապատեղեկություններ տարածել Հայաստանի վարչապետի աշխատակազմն էլ արձագանքել է Ադրբեջանի կողմից տարածվող հաղորդագրություններին, նշելով, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերը նշված հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգումներ և հերքել Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։ Պաշտպանական գերատեսչությունը հիշեցրել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, սակայն Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանին չի փոխանցվել հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույց են երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։ Միևնույն ժամանակ վերահաստատում ենք, որ Հայաստանը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ պետական սահմանի զատման աշխատանքները։ Հայաստանը Ադրբեջանին նաև կոչ է անում սկսել խորհրդակցությունները խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետի վերաբերյալ։ Բաքուն էլ արձագանքել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի առաջնագծում կրակոցների մասին հաղորդագրությունների վերաբերյալ համատեղ հետաքննություն անցկացնելու կոչին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այն անվանել է իրականության խեղաթյուրում, կրկին անդրադառնալով Հայաստանի լայնածավալ ռազմականացման, այդ թվում սահմանամերձ շրջաններում իբր հարձակողական զինատեսակների տեղակայմանը։ Այդ գերատեսչության մամուլի քարտուղար Հաջիզադեն հայտարարել է. Եվս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման վրա։ Արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը, ԵԱԿ Մինսկի խմբի և հարակից անգործունակ կառույցների լուծարումն է, նշել են նա։ Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը սառեցվել է, բայց չի դադարեցվել։ Լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նշելով, որ եթե գործընկերները դիմեն, ապա իրենք հաճույքով կշարունակեն աշխատանքը։
Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում հայերի վերադարձի հնարավորության ապահովում նախագիծը, որով Շվեյցարիայի իշխանությանը կոչ է արվում հիմնել առանձնացված հարթակ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Այս նախաձեռնության նպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք։ Նախագծին կողմ է քվեարկել պալատի 46 անդամներից 29։ Վլադիմիր Պուտինը պահանջել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը 30-օրյա հրադադարի ընթացքում, հայտնում է Bloomberg-ը։ Ըստ լրատվամիջոցի, սա հրադադարի համաձայնությունը ստորագրելու Պուտինի պարտադիր նախապայմանն է։ Իսկ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Bloomberg-ին ասել է, որ այս նախապայմանի իրագործումը կարող է բերել նրան, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների դադարի ընթացքում վերազինվի։ Մյուս լուրերը տեսաշարով։ Իսրայելը հարվածել է Համասի դիրքերին խախտելով հրադադարը եւ վերսկսելով գործողությունները Գազայի հատվածում։ Նոր ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի, այդ թվում երեխաներ։ Հարձակման հրամանը տվել են անձամբ Նեթանյահուն եւ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Թել Ավիվի պաշտոնյաները նաեւ հայտնել են, որ Համասը մերժել է Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի եւ խաղաղության այլ միջնորդների կողմից ստացված բոլոր առաջարկները։ Պուտինն ու Թրամփը կքննարկեն Ուկրաինայի կարգավորման հարցը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ առաջիկա բանակցությունների հիմնական հարցը կլինի Ուկրաինայի հակամարտությունը։ Պուտինն ու Թրամփն իրենք կսահմանեն իրենց հանդիպման ժամկետները։ Պեսկովը նշել է, որ նախագահների նոր զրույցը կարևոր քայլ է, որը երանգ է հաղորդում երկկողմ հարաբերությունների վերակենդանացմանը։ Թրամփը պատրաստ է լծակներ օգտագործել Ռուսաստանի դեմ, եթե Պուտինի հետ Ուկրաինայի հարցով առաջիկա բանակցությունները չարդարացնեն սպասելիքները։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ Ուկրաինայում խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել։ Ըստ նրա, Միացյալ Նահանգները Կիևի հետ ուղիղ քննարկում է խաղաղության պայմանները, այդ թվում Ռուսաստանի հետ ապագա տարածքների սահմանազատումը։ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կկարողանան պայմանավորվել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ Սպիտակ տունը միաժամանակ հայտնել է, որ Միացյալ Նահանգները վերսկսում Ուկրաինայի հետ ռազմական օգնության եւ հետախուզական տեղեկատվության փոխանակումը, ինչպես նախկինում էր։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է, որ Լոնդոնը պատրաստ է տարիներ շարունակ խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա։ Լոնդոնի կազմակերպած ցանկացողների կոալիցիայի առցանց գագաթնաժողովից հետո Ուկրաինայում զորքեր տեղակայելու շուրջ բանակցություններ է վարում 5 երկիր՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Կանադան եւ Ավստրալիան։ Ենթադրվում է, որ Ուկրաինա կուղարկվի մինչեւ 30,000 զինվորական, իսկ կոալիցիայի մյուս երկրները կօգնեն զենքի եւ լոգիստիկայի հարցում։ Միաժամանակ Գերմանիան թարմացրել է Ուկրաինային փոխանցված սպառազինությունների ցանկը։ Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է անվերապահ 30-օրյա հրադադարի, բայց դրա իրագործմանն անցնելու համար Ռուսաստանը պետք է դադարի պայմաններ առաջադրել։ Ուկրաինայի ղեկավարը Մակրոնի հետ քննարկել է երկրի համար անվտանգության հստակ երաշխիքների համատեղ ձևավորումը։ Իրանը զգուշացրել է, որ երկրի նկատմամբ ցանկացած թշնամական գործողություն լուրջ հետևանքներ կունենա։ Միացյալ Նահանգները պատասխանատվություն կկրի դրանց համար։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Թեհրանին պատասխանատու կհամարի Եմենի Անսար Ալլահ շարժման հութիների բոլոր հարձակումների համար եւ Իրանին սպառնացել էր հետևանքներով։ Միացյալ Նահանգները Թրամփի հրամանով սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Եմենում հութիների օբյեկտներին, որի հետևանքով զոհվել է 53 մարդ, առնվազն 98-ը վիրավորվել։ Թուրքիան պատրաստվում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Սիրիայում այդ երկրի կառավարության եւ քրդական UPG-ի միջև անվտանգության համաձայնագրից հետո նա նաեւ նշել է, որ Թուրքիան ներկայում վերահսկում է զգալի տարածքներ Սիրիայի հյուսիսում, քննարկվում են ռազմաբազաների պլանները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգներ ներմուծվող օտարերկրյա ապրանքների վրա որոշ հանգամանքներում կկիրառվեն երկու տեսակի մաքսատուրքեր։ Ըստ նախագահի ապրիլի 2-ից կսահմանվեն ինչպես լայնածավալ փոխադարձ մաքսատուրքեր, այնպես էլ ոլորտին վերաբերող լրացուցիչ տուրքեր։ Նշվում է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը պատասխան մաքսատուրքեր է սահմանում 200 երկրի, այդ թվում նաև Թուրքիայի նկատմամբ։ Անդրադառնանք այլ թեմաների։ Երևանի ավականին 51 կողմ ձայնով ընդունել է տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու վերաբերյալ նախագիծը, որով հանրային տրանսպորտն անվճար է դառնում նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող բոլոր քաղաքացիների համար։ Ավականուն նիստում ընդգրկված էր նաև Մայր Հայաստան խմբակցության առաջարկած Երևանի տրանսպորտի նոր սակագների մասին նախագիծը, որի քննարկմանը ավականու ԿՊ եւ Հանրապետություն խմբակցությունները որոշեցին չմասնակցել։
Երևանի բյուջեից նախորդ տարվա բոլոր ծրագրերի համար ծախսվել է 113 միլիարդ 699 միլիոն դրամ։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նշելով, որ բյուջեի կատարողականը հասել է ռեկորդային 94.5%-ի։ Ըստ քաղաքապետի արդյունքները պետք է չափել ոչ միայն քանակական առումով, թե քանի ավտոբուս է ավելացվել կամ քանի բակ կառուցվել, այլ որակական ցուցանիշներով։ Քաղաքապետն անդրադարձել է նաև շրջակա միջավայրի պահպանման եւ կանաչապատման խնդրին եւ նշել, որ միայն նախորդ տարի քաղաքապետարանը ստեղծել է 12.8 հեկտար կանաչ տարածք, տնկել է ծառեր համապատասխան ոռոգման համակարգերով եւ անցկացրել 31,000 գծամետր ոռոգման համակարգ։ Երևանի ավականու ազգային առաջընթաց խմբակցության անդամ Արամ Թորոսյանը քաղաքային իշխանությանը խորհուրդ է տվել չխոսել կանաչապատումից եւ մտածել ծառահատումների մասին։ Ավինյանն էլ արձագանքել է. Ուզում եք իմանալ ձեր ղեկավարի վարած քաղաքականության տարիներին քանի տոկոս էր ոչ այնքան էական ծավալներով իրականացվող ծառատնկման աշխատանքների, մոտավորապես 40, պարոն Թորոսյան, 40։ Հիմա շատ տեղեր, որտեղ որ ծառատունկ եք դուք իրականացրել նախկինում, հիմա այդպես չորացած մնացած են, որովհետև ոռոգման համակարգեր չեն քաշվել։ Եվ երբ որ մենք խոսում ենք ծառատնկման աշխատանքներից, վերջին 3 տարում մոտավորապես 45.8 հեկտար տարածք, 45.8 հեկտար տարածք, պարոն Թորոսյան, կանաչ տարածքներ է ստեղծել Երևանի քաղաքապետարանը։ Ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն էլ խոսել է աղբահանության սակագնի բարձրացումից եւ նշել, որ եթե տրանսպորտի դեպքում քաղաքային իշխանությունը թանկացումը հիմնավորում էր կատարված բարեփոխումներով, ապա աղբահանության պարագայում որևէ բարեփոխում չի իրականացվել, ինչին հակադարձել են թե քաղաքապետը, թե բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։ Միայն նախորդ տարի 14 նոր աղբատար մեքենաներ ենք գնել, այսինքն որ ասում ենք ինչ որ բան արվել է, ինչ որ բան չէ, էական բաներ են արվել։ Բազմաթիվ քննարկումների արդյունքում ի վերջո հանգեցինք այն եզրակացության, որ նպատակահարմար ենք գտնում ունենալ սանիտարական աղբավայր ոչ այն մեծ ծավալով, որը հիմա է գործում, այսինքն իրանք բջիջների են բաժանվում իրական սանիտարական աղբավայրերը, 1 կամ 2 բջիջ այս մեկը փակելուց առաջ պետք է ունենալ, որովհետև հիմնական շեշտը որոշվել է դնել ամեն դեպքում բնապահպանական եւ ամբողջ աշխարհում այս պահին ընդունված աղբի վերամշակման կայանի ուրեմն ներդրման վրա, դրանց հիմնական մասը աշխատում է waste to energy, այսինքն աղբից էներգիա ստանալու ուղղությամբ։ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև 4-րդ կարգի վթարային շենքերի խնդրին, նշել, որ այս ուղղությամբ եւս քայլեր իրականացվել են։ Ըստ քաղաքապետի վերջին 2 տարվա ընթացքում Արցախի 10.3 հասցեում գտնվող շենքերի 60 ընտանիքի բնակարանի խնդիրը լուծվել է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականի Արման Բաբաջանյանն էլ հետաքրքրվել է Փեթակ-Սուրմալուի հատվածում մետրոյի կայարանի կառուցման ընթացքից, որին արձագանքել է Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը։ Սուրմալուի մետրոյի կայարանի հետ կապված տեղ առաջադրանքը մշակված է մասնագիտական խմբի կողմից քննարկված հաստատված է առաջիկայում մրցույթ կունենանք տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը հայտարարելու եւ ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում մենք կարողանանք ավարտել եւ feasibility ուսումնասիրությունը եւ հայեցակարգ նախագծի կազման աշխատանքները զուգահեռաբար ներդրումային ծրագիր է պատրաստված, որը ներկայացվում է կառավարության քննարկմանը, արդեն ֆինանսավորման ծրագիրը իրականացնելու եւ շինարարություն իրականացնելու ֆինանսավորման հաստատման ուղղությամբ։ Երևանի ավականին նաև 51 կողմ ձայնով ընդունել է տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու նախագիծը։ Ըստ ընդունված նախագծի հանրային տրանսպորտն անվճար է դառնում նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող բոլոր քաղաքացիների համար։ Առաջի 2-րդ կարգի հաշմանդամները արտոնություն ունեն։ Զինվորականները մենք գիտենք ոնց նախկինում ներկա պահին էլ անվճար բնեի աշխատողները երթևեկում են, մեր զոհվածների ընտանիքների համար տրվեց արտոնություն, մնացել էր մեր կարծիքով էլի խոցելի խմբեր կան, բայց իմ կարծիքով, հանրային ձայնի կարծիքով, սա այն մարդկանց համար է անվճար տրանսպորտի երթևեկությունը ամբողջ Հայաստանի տարածքում գրանցվածների բոլոր մարտական գործողություններին մասնակցած եւ այդ ժամանակ վիրավորում ստացած, որ վերջում ստեղ ունենում են 3-րդ կարգ։
Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ հայտարարել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի Մայր Հայաստանի ներկայացրած նախագծի քննարկմանը։ Այն վերաբերում է հանրային տրանսպորտի ուղևորցի սակագնի փոփոխությանը։ Նա հիշեցրել է. Մի քանի անգամ արդեն տարուծավել այս դահլիճում քննարկվում է եւ նաեւ վերջերս մոտ 80,000 քաղաքացու ստորագրության հիմքով նաեւ այստեղ քննարկվեց մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը եւ մենք այլևս գտնում ենք որ տվյալ հարցը արդիական չէ քննարկելու նաեւ այս ֆորմատով Բացի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից այս նախագծի քննարկմանը չեն մասնակցել նաեւ Հանրապետություն խմբակցության անդամները Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը։ Հայաստանում արդարադատության ոլորտում վերջին փոփոխություններն ուղղված են ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով թափանցիկության բարձրացմանը, իրավական գործընթացներն առավել հասանելի եւ կանխատեսելի դարձնելուն։ Այսօր ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացվել են 2024 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումները։ Ինչ հիմնական բարեփոխումներ են իրականացվել Հայաստանում 2024 թվականին արդարադատության ոլորտում։ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը, որը ներկայացրեց արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, նշելով, որ ընտրական օրենսգրքի փոփոխություններով հստակեցվել են մի շարք հարցեր։ Նախ անդրադառնամ ընտրական իրավունքի եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, որոնց համատեքստում նախորդ տարի ընդունվել է ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով հստակեցվել են քարոզչական նյութերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ կարգավորումները, նախատեսվել են նախընտրական հիմնադրամների արդյունավետ կառավարման, կուսակցությունների ֆինանսավորման եւ ֆինանսական վերահսկողության նոր կառուցակարգեր եւ այլն։ Կարևորվել է նաև հանրային խորհրդի մասին օրենքում կատարված փոփոխությունը, որով ստեղծվել է փաստահավաք հանձնաժողով։ Նախարարը ներկայացրել է, թե ինչ են ենթադրում փոփոխությունները եւ որոնք են դրանց նպատակները։ Հանրային խորհրդի մասին օրենքում փոփոխությունների ընդունմամբ առաջին անգամ նախատեսվել են փաստահավաք հանձնաժողովի ձևավորման կարգը, նպատակները, իրավասությունները, գործունեության կարգը եւ փաստահավաք գործունեության իրականացման անհրաժեշտ այլ կարգավորումներ, ինչի արդյունքում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2023 թվականը ներառող ժամանակահատվածում որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերական խախտումների բացահայտման ուղղությամբ կիրականացվի փաստահավաք գործունեություն։ Ինչպես ոլորտի մասնագետներն են նշում, նման բարեփոխումները վկայում են, որ Հայաստանում արդարադատության ոլորտը շարունակում է զարգացման իր ուղին, իսկ նոր կարգավորումները կոչված են ամրապնդելու համակարգի թափանցիկությունն ու արդյունավետությունը։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12 ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին, փետրվարին կազմելով 2.5%։ Նա նաև ներկայացրել է վերջին մի քանի տարում վարկերի տոկոսադրույքների բարձրացման պատճառները։ Գալստյանը այն հիմնավորել է սպառողական վարկերի նկատմամբ պահանջարկի մեծացմամբ։ Նա նշել է, թե տոկոսադրույքները որ դեպքում կարող են նվազել։ Արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ։ Այս մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա նշեց, որ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12 ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին, փետրվարին կազմելով 2.5%։ Այն հիմնականում պայմանավորված է եղել սեզոնային եւ ոչ սեզոնային պարենային ապրանքների գնաճով։ Միաժամանակ գործընկեր երկրներում կոշտգներով բնութագրվող ապրանքների եւ ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր, իսկ աշխատուժի շուկայի պայմանները խիստ։ Այս համատեքստում հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կպահպանեն դրան վարկային համեմատաբար խիստ պայմանները, արդյունքում արտաքին հատվածից տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ։ Ըստ Կենտրոնական բանկի նախագահի տնտեսական աճին մեծապես նպաստել են շինարարության, ծառայությունների եւ առևտրի ճյուղերի բարձր աճը։ Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել, իսկ ընդհանուր պահանջարկի միջավայրը գնաճի տեսանկյունից գնահատվում է չեզոք։ Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թուլացել են, արտահայտելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի եւ գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ։
Մարտին Գալստյանի տեղեկացմամբ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է շուկայի սպասումներին համահունչ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սահմանելով 6.75%։ Նաև պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար։ Այսօրվա մեր քաղաքականության տոկոսադրույքի վերաբերյալ որոշումը ըստ էության համահունչ էր շուկայի մեծամասնության սպասումների հետ, մենք անփոփոխ թողեցինք, փաստելով, որ մենք ունենք A եւ B տիպի ռիսկերի հավասարակշռություն այս պայդրությամբ մեր դիտարկումների համաձայն, ժամանակի ընթացքում բնականաբար մենք տարվա ընթացքում 8 անգամ ենք որոշում կայացնում տոկոսադրույքի վերաբերյալ, կախված զարգացումներից նաև մեր որոշումները կլինեն adekvat, մեր համար կարևոր է նա, որ գնաճը լինի մեր հայտարարած 3% մակարդակի վրա։ Անդրադառնալով վարկերի տոկոսադրույքներին Մարտին Գալստյանն ասաց, որ մինչև 1 տարի տևողությամբ վարկերի դեպքում այն կկազմի 13.88, իսկ 1 տարուց ավելիի դեպքում 15.27%։ Նա նշել է, որ ըստ վիճակագրական տվյալների վարկերի տոկոսադրույքները վերջին մի քանի տարում ավելի են բարձրացել։ Պահանջարկից եկող գործոններն են, որոնք ըստ էության թույլ չեն տալիս, որպեսզի վարկերի տոկոսները ավելի արագ ճշգրտվեն ներքևի ուղղությամբ։ Ինչ վերաբերում է վարկերի ընդհանուր ներքին կառուցվածքային փոփոխություններին, որոնք նաև իրենց հերթին ազդում են տոկոսադրույքի վրա, մենք տեսնում ենք, որ աճում են այն տիպի վարկերը, օրինակ սպառողական վարկերը, որոնց տոկոսադրույքները ավելի բարձր են։ Ու քանի որ այդ տիպի վարկերը Հայաստանում տրվում են հայկական դրամով, վերջին մեր օրենսդրական փոփոխությունների արդյունքում բնականաբար միջին կշռված տոկոսադրույքը գնում է վերևի ուղղությամբ։ Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ նաև արտարժույթի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, նշելով, որ դոլարի արժեքը նվազել է ոչ միայն ռուբլու, այլև եվրոյի նկատմամբ։ Ըստ գլխավոր դրամատան ղեկավարի վերջին շրջանում ռուսական ռուբլու արժևորումը շուկայի խաղացողները հիմնականում պայմանավորում են ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծման հնարավորությամբ։ Ռուբլու վերջին արժևորման մեջ սենտիմենտը բավականին կարևոր դեր ունի։ Այսինքն ձեր նշած դրական սենտիմենտը, որ շուկայում տեսնում են հնարավոր Ուկրաինայի ճգնաժամի հնարավոր արագ հանգուցալուծում, սառեցում կոնֆլիկտի հետագայում որոշակի բանակցություններ, դա միանշանակ դրականորեն է ազդում ռուբլու փոխարժեքի վրա։ Ենթադրում են, որ շուկայի մասնակիցների մոտ այդ սենտիմենտը այս պայդրությամբ դոմինանտ է, նաև գիտեք, որ այսօր հեռախոսազրույցն է տեղի ունենալու։ Ես կարծում եմ դրան ընդառաջ որոշակի սպասումներ կան ձևավորված նաև շուկայի խաղացողների մոտ, ինչի դրական ազդեցություն ունենում ռուսական ակտիվների գների, ընդհանուր ակտիվների գների վրա։ Ըստ նրա դրամի նկատմամբ ռուբլու փոխարժեքի այսօրվա տատանումները եւս կարգավորվել են։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Աշխատանքային օրենսդրության մշտական կատարելագործումը կարևոր է թե աշխատողների, թե գործատուների իրավունքների պաշտպանության համար։ Իրավական դաշտի թերի կարգավորումները կարող են ստեղծել անորոշություններ, որոնք ազդում են ոչ միայն շարքային աշխատողների, այլև պետական ու մասնավոր հատվածի կազմակերպությունների գործունեության վրա։ Հենց այդ համատեքստում քննարկվում է նոր օրենսդրական նախաձեռնություն, որը կոչված է լրացնելու արկաբացերը եւ ապահովելու ավելի հստակ եւ արդար իրավական մեխանիզմներ։ Հայաստանի կառավարությունն առաջարկում է նոր օրենսդրական փոփոխություն, որի նպատակն է հստակեցնել տնային կալանքի իրավական կարգավիճակը աշխատողների համար։ Ըստ նախագծի, եթե աշխատողը ներառյալ հանրային ծառայության մեջ գտնվող անձինք տնային կալանքի են ենթարկվում, ապա նրանց աշխատանքային լիազորությունները կարող են կասեցվել կամ պահպանվել, կախված գործատուի եւ աշխատողի համաձայնությունից։ Նախագծով առաջարկվում է, որ եթե դատարանի որոշմամբ աշխատողի նկատմամբ սահմանված սահմանափակումները անհամատեղելի չեն նրա աշխատանքային պարտականությունների հետ, ապա նրան կարող է թույլատրվել շարունակել աշխատանքը հեռավար եղանակով։ Եթե դատարանի որոշումը ենթադրում է խիստ սահմանափակումներ, ապա աշխատողի լիազորությունները ավտոմատ կերպով կասեցվում են մինչև կալանքի վերացումը կամ այլ խափանման միջոցով փոխարինումը։ Հիմնական զեկուցող արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է, որն է օրենսդրական փոփոխության պատճառը։ Տնային կալանքի դեպքում ինչու են կարգավորում, որտեղ տնային կալանքի դեպքում շատ խիստ սահմանափակումներ կարող են նախատեսվել ոչ միայն տան սահմաններից դուրս գալու առումով, այլ նաև օրինակ հաղորդակցության միջոցներից օգտվելու առումով։ Հետևաբար կստացվի մի իրավիճակ, որ դատան արգելում է օրինակ օգտվել ինտերնետից եւ այլն, բայց դրանք անհրաժեշտ են անձի աշխատանքային պարտականության կատարման համար եւ նույնիսկ եթե անձը անցնի հեռավար աշխատանքի չի կարողանալու։ Բայց բացակայելու արգելքի դեպքում այդ հեռավար աշխատանքի ինստիտուտը գործելու է։
Նախագծով սահմանվում է, որ տնային կալանքի ընթացքում աշխատողի աշխատատեղն ու պաշտոնը պահպանվում են։ Եթե աշխատողի լիազորությունները չեն կասեցվում, ապա նա կշարունակի ստանալ իր աշխատավարձը։ Հանրային ծառայության ոլորտում աշխատող անձանց դեպքում, եթե նրանց լիազորությունները կասեցվում են, ապա աշխատավարձ չեն ստանում։ Բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ունեն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունք։ Նման օրենսդրական փոփոխությունները կարևոր են, քանի որ ներկայումս աշխատանքային օրենսդրությունը հստակ չի կարգավորում տնային կալանքի դեպքում աշխատողի կարգավիճակը։ Հայաստանի նոր քրեական դատավարության օրենսգրքով տնային կալանքը ճանաչվել է որպես այլընտրանքային խափանման միջոց, սակայն այդ կարգավորումը դեռևս չէր արտացոլվում աշխատանքային օրենսդրության մեջ։ Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից եւ նպատակ ունի լրացնելու այս իրավական բացը։ Չնայած այն հանգամանքին, որ կան կարծիքներ, թե նոր օրենքով տարբերություն եւ անհավասարություն է դրվում մասնավոր եւ հանրային պետական աշխատողների միջև, սակայն այն ունի տրամաբանական բացատրություն։ Այո, առաջանում է որոշակի անհավասարություն։ Դա պարզ է, բայց այստեղ քան որ խոսքը գնում է հանրային ծառայողի մասին, որը վճարվում է պետական բյուջեից, որը հանրային իշխանության համար որոշակի գործառույթներ է անում, իր տնային կալանքում գտնվելու ժամանակահատվածում իրեն պետք է որոշակի անց փոխարինի իր պարտականությունը կատարի եւ ստացվում է, որ պետությունը վճարելու է եւ անձին, ով առերևույթ որոշակի հանցագործություն կատարելու համար, իհարկե հաշվի առնելով ամեղության կանխավարկածը, գտնվում է խափանման միջոցի ներքո եւ չի աշխատում փաստացի եւ վճարելու է նաեւ այն անձին, ով գալու է եւ այդ անձի փոխարեն աշխատելու է։ Եթե երկրորդ ընթերցմամբ նախագիծն ընդունվի, ապա կստեղծվի հստակ իրավական դաշտ, որը կապահովի տնային կալանքի պայմաններում աշխատողների իրավունքների եւ պարտականությունների որոշակիությունը։ Դա թույլ կտա խուսափել հնարավոր իրավական վեճերից, նաեւ պաշտպանել ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների շահերը։ Այս նախագիծը համապատասխանեցվում է Հայաստանի կառավարության 2021-ից 2026 թվականների ծրագրին, որի նպատակներից մեկն է աշխատանքային հարաբերությունների կարգավորումը եւ դրանց համապատասխանեցումը միջազգային պարտավորություններին։ Օրենքի ընդունումը պետական բյուջեի վրա էական ֆինանսական ազդեցություն չի ունենա, քանի որ այն չի նախատեսում լրացուցիչ ծախսեր կամ եկամուտների կրճատում։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։ Ցտեսություն։